Բարև ձեզ սիրելի հայ ժողովուրդ, բարև Հայաստան։ Այսօր երեկ ես իմ Facebook-յան լայվում անոնս արեցի այսօրվա համար, խոստացա, որ շատ կարևոր բանն եմ ասելու, խոսքս վերաբերվում է այդ բանակցություններին, որը վարվել է Ղարաբաղի անկախության համար մինչև Փաշինյանի իշխանության գալը ու բանակցային պրոցեսը շարունակելը։ Ժողովուրդ ջան, գիտեմ, մտածում եմ, որ շատերը ուշադրություն չեն դարձրել այդ հանգամանքին կամ ուղղակի չգիտեն այդ մասին։ Ուրեմն, դրա համար էլ հրաժարվում են Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճելուց, որովհետև իրանց տակ շատ բան կա, ժողովուրդ ջան, շատ բան։ Իսկ Նիկոլ Փաշինյանի պահուստային զենքն է, որ շատ լավ գիտեն, որ եթե գան դեբատի, գան բանավիճելու, այդ զենքը կրակելու է։ Ժողովուրդ ջան, ուրեմն տեսեք, երբ որ առաջինը սկսեմ նրանից, որ դե շատ լավ գիտեք, որ ռուսական KGB-ն շատ լավ տեղյակ էր, մասնակից էր բոլոր պետական գործերին։ Նրանք գիտեին, որ Սովետ Միությունը փլուզվելու է, այլևս հնարավոր չի պահել։ Ու քանի որ Սովետ Միությունը փլուզվելու է եւ Սովետ Միության մեջ գտնվող հանրապետությունները առանձնանալու են, որպեսզի այդ հանրապետությունները չաճեն, չզարգանան, մնան իրենց ուղղակի ազդեցության տակ, նրանք որոշեցին մինչև դա արդեն ձեռնարկել այդ հանրապետությունների միմյանց դեմ հանելու պրոցեսը, սկսել նախքան փլուզվելը։ 1987 թվին Փարիզում դաշնակ շները եկեղեցու մասնակցությամբ, ակտիվ մասնակցությամբ հրավիրում են եւ հայ համայնքի ակտիվ մասնակցությամբ հրավիրում են համագումար, որին մասնակցում էին իհարկե անպայմանորեն մասնակցում էին ռուսական KGB-ի ներկայացուցիչները։ Ուրեմն այդ համագումարում որոշում են բարձրացնել Արցախի թեման, այսինքն Արցախը անկախ ճանաչելու կամ Հայաստան միացնելու թեման, այսինքն Ադրբեջանի կազմից իսպառ հանելու։ Այդ ժամանակ Արցախը դեռ ուներ ինքնավարություն։ Երբ որ ու մարդիկ են ուղարկում եւ Հայաստան եւ Արցախ, որպեսի կազմակերպեն այդ շարժումը։ Այդ շարժումը, ժողովուրդ ջան, ինքնաբուխ չի եղել, որովհետև երբ սկսվեց այդ շարժումը, Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ դեռևս Սովետ Միության կազմում էին։ Դրա համար Մոսկվայում գումարվեց նիստ, որտեղ Ադրբեջանի բողոքի հիման վրա, որ անջատողական քաղաքականություն են վարում Արցախում եւ Հայաստանում, դա որակեցին նացիոնալիզմ, անջատողականություն եւ իսպառ ջնջեցին, վերացրեցին Ղարաբաղի ինքնավարությունը մինչև Սովետ Միության
փլուզվելը ամբողջությամբ առանց ինքնավարության ճանաչեցին Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Դրանից հետո, Արցախում, քանի որ նրանք տեղադրեցին նաև իրանց գործակալներին Արցախում, Տիկին Բելոչկան, որը բավականին մեծ, Բելա Քոչարովնայի մասին է խոսքը, բավականին մեծ գործարանի պատասխանատու աշխատող էր, նա և իր ամուսինը Ռոբերտ ներողություն Թայլատ Քոչարովը, որը հայտնի է նաև Ռոբերտ ծածկանունով, իրար հետ, իրար օգնելով հրավիրում էին ընդվզումներ, կազմակերպում էին ցույցեր Ղարաբաղում, որի արդյունքը եղավ Սումգայիթի, Բաքվի ու Կիրովաբադի ջարդերը, որտեղ բոլորս էլ լավ գիտենք, որ մեծ թվով անմեղ անզեն մարդիկ սպանվեցին, խոշտանգվեցին, որից հետո ավելի սասկացավ պայքարը ու Ղարաբաղի անկախանալու կամ Հայաստանին միանալու թեմայով, բայց ես լավ հիշում եմ, որ լոզունգները այդ շարժումը ղեկավարվում էր միացում կարգախոսով, այսինքն շարժումը Ղարաբաղը Հայաստանի կազմի մեջ մտցնելու համար էր։ Բազմաթիվ անգամներ դեռ Սովետ Միության ժամանակ դիմել են Գերագույն խորհրդին, Մոսկվայում քննարկել են այդ հարցը անկախանալու Ադրբեջանից, չնայած այն ժամանակ ինքնավար էր ու մերժվել։ Այս անգամ էլ ոչ միայն մերժեցին, վերացրեցին ինքնավարությունը, ավելի խորը հաստատելով Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, հիմնավորելով ավելի ու ավելի։ 1921 թվին Սովետ Միությունը փլուզվեց, բայց մինչև Միության փլուզվելը 1921 թվականի հունվարի 21-ին Ալմա-Աթայում տեղի ունեցավ համաժողով, որտեղ ընդունվեց հռչակագիր, որով Միության կազմից դուրս եկող հանրապետությունները ճանաչում էին միմյանց տարածքային ամբողջականությունը և բացի դա ուրեմն ընդունում էին նաև այդ հռչակագիրը ընդունեց նաև կետեր, որոշումներ, կետերով, որից մեկը վերաբերվում էր նրան, որ այդ առանձնացող հանրապետությունների մեջ տեղի ունեցող տարածքային վեճերը պիտի լուծվեն միմիայն խաղաղ
պատժելի։ Այսինքն ռազմական գործողությունները միմյանց նկատմամբ, բռնությունները միմյանց նկատմամբ համարվում էր պատժելի արարք։ Ժողովուրդ ջան, բոլորս էլ գիտենք, որ երբ որ Սումգայիթի Բաքվի ջարդերը տեղի ունեցան, Ադրբեջանից դուրս եկան փախան, ուղղակի փախան, թողնելով իրանց տները ունեցված կամ ինչը հայերը, բայց Հայաստանը ոչ ադրբեջանցի սպանեց, ոչ վիրավորեց, ոչ դանակահարեց նույնիսկ, մազ անգամ գլխներից չընկավ, բայց իրանք հասկանալով այդ երկու հանրապետությունների մեջ առաջացած թշնամությունը ինքնակամ լքեցին Հայաստանի տարածքը, իհարկե փոխանակեցին իրենց տները, վաճառեցին, ոմանք վաճառեցին, ոմանք փոխանակեցին ու հեռացան Հայաստանից, բայց եղան մարդիկ նույնիսկ, որ ազգանունները փոխեցին, մնացին Հայաստանում, չուզեցին գնային, բայց նրանք թվով շատ քիչ մարդիկ էին, հիմնականում հեռացան, բայց այդ ժամանակ Ալմա Աթայի 21 թվի հունվարի 21-ին թե 22-ին 21-ին ներողություն, հունվարի 21-ին տարին դեռ նոր էր սկսվում, Ալմա Աթայում Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 88,000 քառակուսի կիլոմետր Արցախի հետ միասին, ճանաչեց Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, Ադրբեջանը ճանաչեց Հայաստանի տարածքային ամբողջությունը 28,000 էլի ինչ-որ ընդեղ քառակուսի կիլոմետր, լավ ասենք 28,000 քառակուսի կիլոմետր, ճանաչեց Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ընդեղ այսինքն ներկայացված էր ու բոլորը ստորագրեցին դրա տակ, Հայաստանի կողմից ստորագրեց Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ Ադրբեջանի կողմից Մութալիբովը, այն ժամանակ Մութալիբովն էր Ադրբեջանի ղեկավարը, ու այդ ձևով շարունակվեց, մինչև դեկտեմբեր, 21 թվականի դեկտեմբերի 8-ը, պաշտոնապես Սովետ միությունը դեռ լուծարված չէր, դրանք նախապատրաստական աշխատանքներն էին, Լևոն Տեր-Պետրոսյանը վերադառնալով Հայաստան, ուրեմն ընդեղ ստորագրելուց, ճանաչելուց հետո վերադառնալով Հայաստան հայտարարեց, որ ինքը ունի վերապահումներ, որի համար Արցախում տեղի ունեցավ, այսինքն ճանաչելը Ադրբեջանի կազմում, Ալմաթայում ստորագրելը, բայց եկել է Հայաստան, ասում է ես վերապահումներ ունեմ Ղարաբաղի հարցի նկատմամբ, Ղարաբաղում տեղի է ունենում հանրահավաք և քվեարկություն ժողովրդական, ու դրա հիման վրա Տեր-Պետրոսյանը
ծածկանունը Քյոր Լևոն, գումարում է նիստ, որտեղ պաշտոնապես ընդունում են այդ վերապահումները, այսինքն ընդեղ ճանաչել է Ալմատայում, Ադրբեջանի կազմում, եկել է Հայաստան, ասում է չեմ ճանաչում, վերապահումներ ունեմ, այսինքն այդ նիստով որոշում են Ղարաբաղը չճանաչել Ադրբեջանի կազմում։ Ընդունում են ինչ-որ որոշում հռչակագիր, տենց պաշտոնական որոշում, որ չեմ ճանաչում։ 1921 ընդունում են նոր սահմանադրություն, որտեղ արվում է հղում հենց այդ վերապահումների հղում, այսինքն Ղարաբաղը չեն, Ղարաբաղյան հարցը ընթացքի մեջ է, անկախանալու կամ Հայաստանին միանալու ընթացքի մեջ է, այդ հղումը հենց իրենից ներկայացնում էր վերապահում։ Ժողովուրդ ջան, ուրեմն 1921 թվականի դեկտեմբերի 8-ին Բելարուսիայում տեղի է ունենում էլի համաժողով, գումարվում է նիստ, որտեղ պաշտոնապես Սովետ միությունը լուծարվում է, այսինքն ընդունում են որոշում, որ Սովետ միություն գոյություն չունի, որ գոյություն ունեն անկախ հանրապետություններ, որոնք պիտի հավաքվեն մի կազմակերպության մեջ, որը կոչվեց ԱՊՀ կազմակերպության մեջ։ Փաստորեն այդ ԱՊՀ-ն պիտի փոխարիներ նախկին Սովետ միությանը, բայց կազմված լինելով ոչ թե պիտի ունենար մեկ ընդհանուր կենտրոն, այլ առանձին, բայց այդ հանրապետությունների միջև ծագած հարցերը պիտի լուծվեր ԱՊՀ-ի մեջ, ԱՊՀ-ի միջոցով։ Պաշտոնապես այդ լուծարելուց հետո մինչև դա նորից հիշեցնեմ, Ալմա-Աթայում ընդունվել էր հռչակագիր, որտեղ կային կանոններ այդ երկրների միմյանց հետ առնչվելու համար։ Եվ ստեղծվեց ինչ-որ ռազմական փոխօգնության կազմակերպություն ըստ ցանկության, իհարկե այդ ձևական էր ըստ ցանկության, ում պետք էր լավ էլ ստիպողական խցկում էին։ Ռազմական փոխօգնության կազմակերպություն և տնտեսական փոխօգնության կազմակերպություն։ Ժողովուրդ ջան, Հայաստանը չմտավ, բայց ԱՊՀ մտնում էր ավտոմատ ձևով։ ԱՊՀ Արցախը դիմեց առանձին, առանց Ադրբեջանի ԱՊՀ մտնելու խնդրանքով 21 թվին, եթե չեմ սխալվում, հունվարի 22-ին կազմավորվել է դա, 25-ին, եթե չեմ սխալվում, դիմում է, որ մտնի ԱՊՀ, մերժում են։ Առանձին ԱՊՀ մտնելու դիմումը առանց Ադրբեջանի, որպես
առանձին միավոր տարածքային չեն ընդունում, մերժում են։ Հայաստանը այդ իր ընդունած վերջին սահմանադրությամբ համարվեց Արցախի հովանավոր, այսինքն Ղարաբաղին վերաբերվող հարցերը առնչվում էին նաև Հայաստանի հետ։ Երբ որ սկսվեց, բայց դրանից հետո իհարկե սկսվեցին կոնֆլիկտներ, ճնշումներ, ավելի բարձրակարգ ճնշումներ Հայաստանի, Արցախի վրա, և այս ամբողջ այս շարժումը հիմք տվեց Ադրբեջանին, այնտեղ կոնֆլիկտներ եղան, ճնշումներ եղան, բախումներ եղան, որից հետո սկսվեց լայնամասշտաբ պատերազմ Արցախի դեմ, քանի որ Հայաստանը սահմանադրորեն համարվում էր հովանավոր, Հայաստանից գնացին կամավորական խմբեր այդ ժողովրդին պաշտպանելու համար, որովհետև ադրբեջանական զորքը մտել էր Ղարաբաղ ու ամեն ինչ հնարավոր էր Հայաստանից մեկնեցին, որպեսզի պաշտպանեն Ղարաբաղի շահերը ու այդ ժողովրդին հնարավոր գենոցիդից, որովհետև աչքը տեսածից վախենում։ Շատ հնարավոր էր, որ մտնեին ու կոտորեին անձեն ժողովրդին կամ Ղարաբաղի այդ զինված բանակ էլ չուներ, ով պիտի պաշտպաներ Ղարաբաղին։ Հայաստանում էլ դեռևս ձևավորված չէր բանակ, բայց ժողովուրդ ջան, Վազգեն Սարգսյանի ջանքերով ստեղծվեց զրոյից, ստեղծվեց բանակ ու մեր հերոսական պայքարով, մեր տղաների արյան գնով մենք կարողացանք հաղթել այդ պատերազմում։ Արդեն երկու կողմն էլ ուժասպառ էին և պիտի կնքվեր զինադադար կամ հաշտության պայմանագիր։ Չգիտեմ ինչի կնքվեց զինադադար։ Գիտեք, ստեղ ովքեր են մասնակցել այդ զինադադարի բանակցություններին, երբ որ եկան նստեցին բանակցելու, ժողովուրդ ջան, զինադադարին մասնակցում էին և Ղարաբաղի ներկայացուցիչներ, և Հայաստանի ներկայացուցիչներ, ու չգիտես ինչի ստեղ չքննարկվեց այն հարցը, թե ոնց է սկսվել այդ պատերազմը ու ով է ում վրա հարձակվել, որովհետև գոյություն ուներ Ալմա Աթայի հռչակագիր, որով արգելվում էր ռազմական գործողությունները մեկը մյուսի նկատմամբ և դա համարվում էր պատժելի արարք։ Ղարաբաղի հետ, Հայաստանի հետ բանակցելու փոխարեն Ադրբեջանը դիմեց ուժի, դիմեց ռազմական գործողությունների, այսինքն զորքը մտավ Ղարաբաղ պատժելու անձեն խաղաղ ժողովրդին, որոնք իդեպ համարվում էին դեռևս Ադրբեջանի քաղաքացիներ։
Ճիշտ է, հակառակ դեպքում դուրս է գալիս, որ իմ տարածքն է, ինչ ուզեմ կանեմ, բայց միջազգային օրենքներով էլ է արգելվում, որ թեկուզ քո տարածքում, քո ժողովրդի հետ հարցերը լուծես ուժի միջոցով եւ ռազմական ճանապարհով, այսինքն դուրս է գալիս, որ եթե մի փոքրամասնություն ազգային ինչ-որ մի խնդիր ունի, ինչ-որ մի պահանջ ունի, կարելի է զորքով, զենքով հարձակվել ու կոտորել, հա, բնաջնջել այդ ժողովրդին։ Տենց էր դուրս գալիս, որովհետև ոչ ոք չմեղադրեց դրա համար Ադրբեջանին եւ 94 թվին ակնկվել այդ պայմանագիրը, այդ զինադադարի, ոչ ոք այդ հարցը չշոշափեց, առաջ չբերեց, որ ստեղ կա մեղքի մաս, որ Ադրբեջանը իրա իսկ ժողովրդի նկատմամբ ագրեսիա է իրագործել, զինված հարձակում, դա տեղ թողեց Ադրբեջանին հետագայում ամբողջ աշխարհում իր նավթային գումարներով լոբինգ անել, որ հայերը օկուպանտ են, որ հայերը օկուպացրել են իր տարածքները ու տեղ հարց բարձրացնող չեղավ Հայաստանում, բայց ով է հարձակվել խաղաղ բնակչության վրա զենքով զորքով, ով է եկել ջարդեր կազմակերպել, ով է եկել այդ ժողովրդին կոտորել եւ ինչի համար է Հայաստանը մտել այդ պայքարի մեջ, ինչ հիմունքներով է մտել, որ Հայաստանը հանրաքվեի Ղարաբաղում տեղի ունեցած հանրաքվեի վրա հենվելով ընդունել է նոր սահմանադրություն, որտեղ հանդիսացել է հովանավոր, դրա համար էլ Հայաստանը իրավունք ուներ, Հայաստանից իրավունք ունեին կամավորներ գնալու, իսկ որ Ղարաբաղի ժողովուրդը այդ ժամանակ մղել է ազատագրական պայքար, այդ հարց չի կարելի դնել հարցականի տակ, չի կարելի դնել, բայց այդ հարցը, որ Ալմա-Աթայի պայմանագրի այդ կետը խախտվել է, խախտողը Ադրբեջանն է եւ դա պատժելի արարք է, չգիտես ինչի, չշոշափվեց, այսինքն տեղ թողեցին Ադրբեջանին, որ իր հետագա գործունեությունները ազատ ծավալի։ Մութալիբովից հետո, իդեպ մի բան էլ ասեմ, Հայաստանին օգնեց նաև շատ օգնեց մեր հաղթանակի հարցում այն հանգամանքը, որ Ադրբեջանում ընդվզումներ էին, ներքին քաղաքական պայքար էր գնում, եւ Մութալիբովը ստիպված եղավ զորքի մի մասը հետ վերադարձնելու Բաքու, բայց ինչ որ է, մենք հաղթել էինք ու կարող էինք շատ բան պահանջել, մանավանդ որ Ադրբեջանն էր հարձակվել, Ադրբեջանն էր խախտել Ալմա-Աթայի պայմանագիրը, ու հա, իդեպ մի բան էլ նշեմ, Ալմա-Աթայի պայմանագրում կար նաև սենց կետ, որ ժողովուրդները ունեն ինքնորոշվելու իրավունք, այսինքն Ղարաբաղի ցանկության համար առանձնանալու կամ մտնելու Հայաստանի կամ անկախանալու արարքը պատժելի չէր, որովհետև Ալմա-Աթայի հռչակագիրը նախատեսում էր դա, որ իրավունք ունեն, բայց Ադրբեջանը իրավունք չուներ զորք մտցնելու, ամեն ինչ բոլոր հարցերը պիտի լուծվեին խաղաղ բանակցություններով, խաղաղ ճանապարհով,
ոչ թե զենքով ու զորքով, որ Հայաստանն էլ ստիպված լիներ մտնելու այդ պայքարի մեջ ու որոշ մարդիկ դավաճաններ տեղ թողեին, որ Ադրբեջանը հետո լոբինգ աներ, տարածեր աշխարհով մեկ, որ հայերը Հայաստանը օկուպացրել է իր տարածքները, մինչև հիմա կրկնում են, օկուպացրել է մեր տարածքները։ Երբ որ Հեյդար Ալիևը եկավ իշխանության, ժողովուրդ ջան, լինելով կագեբեշնիկ, լինելով շատ խորամանկ անձնավորություն, բոլորն էլ ասում են իրեն ճանաչողները, որ շատ խորամանկ ու շատ մի հատ բառ կա է Հայաստանում մեր ժողովրդի մեջ քյոքված քաղաքական գործիչ ա եղել, ժողովուրդ ջան, դե գագեվեշնիկա բարձի, ինչ պետք է ելներ։ Սա մի անգամ եւս նիստ ա հրավիրում Ադրբեջանի կառավարության նիստ, որտեղ 1993 մինչև խաղաղության այդ զինադատարի պայմանագիրը 93 թվին արդեն հասկացել է, որ իրանք պարտվելու են։ 93 թվին հրավիրում այդ նիստը ու նորից հաստատում Ալմա Աթայի հռչակագիրը իրանց մասշտաբով արդեն, երկրի մասշտաբով։ Ինչի համար անում դա, որ տպավորություն ստեղծի, որ իրանք նոր են ընդունում Ալմա Աթայի հռչակագիրը, որպեսի հետո չպատժվեն իրանց զինված հարձակման համար։ Հասկացաք, ժողովուրդ ջան, ինչա տեղի ունեցել ու ինչի համար արվել, ինչի համար գումարվել այդ նիստը, որպեսի լղոզի, որպեսի պարտակի իրանց արած հանցանքը, իրանց խախտել է այդ պայմանագիրը ու փաստորեն ոչ մեկ հետագայում բանակցությունների ժամանակ չի դրել այդ հարցը, որովհետև վերջնականորեն 94 թվին, երբ որ պայմանագիրը կնքեցին զինադադարի, այնինչ կարելի էր կնքել վերջնական կապիտուլյացիա, կարելի էր հենց այդ փաստը դնել իրանց առաջ Ալմա Աթայի պայմանագիրը դնելու ոտները սեղմել դրա վրա, որ հակառակ դեպքում կամ պատիժ կամ համաձայնվում ես մեր պայմանների հետ, բայց չարվեց, բարի ձյաձյաներ էին ընդեղ բանակցում, իհարկե գլխներին վերևում ցցված էր ռուսական կագեբեն, առանց Ռուսաստանի հնարավոր չէր, իսկ Ռուսաստանը պաշտպանում էր Ադրբեջանի շահերը, ժողովուրդ ջան, իսկ մեզ պաշտպանող չկար այնտեղ, թուրուլիկ քացիկներ էին բանակցում, բարի, սենց նուրբ, նեժնիկ կանայք էին, ոչ թե զինվորականներ ու պետության ղեկավարներ, պետական մակարդակի այրեր, որովհետև այդ հարցը, այդ կետը խախտելու այդ փաստը ռումբ էր, որ չդրվեց, չգիտեմ ինչու, չդրվեց, հետո թողեցին օդում կախված, հիմա հաշտվենք, դադարեցնենք, այս էլ սահմանը ու ամեն մեկը մնում է ձեր տեղում, թողնում ենք հետագային լուծելու, սկսեցին բանակցել, դա ոչ թե բանակցություն է, ժողովուրդ ջան, մեր
ղեկավարների կողմից առաջինը հենց Լևոն Տեր-Պետրոսյանի ծածկանունը Քոռ Լևոն, որովհետև ինքն էլ էր հիմա էլ ռուսական KGB-ի ներկայացուցիչ Հայաստանում, սկսվեցին խունջիկ-մունջիկներ, ոչ թե բանակցություն։ Երբ որ կանչեցին Լևոն Տեր-Պետրոսյանին Ամերիկա, ու ինքը երջանիկ, չտեսի նման գնաց ընդեղ մի երջանիկ հրճվելով իրա հրյա կնոջ հետ, գնացին ոնց որ զվռնելու գնացած էին, ոչ թե պետական կարևորության գործ ընդեղ լուծելու հարց։ Ընդեղ առաջարկ եղավ Հեյդար Ալիևի կողմից, որ բանակցություններից հետո իհարկե Հեյդար Ալիևի կողմից առաջարկ եղավ ինքնավարություն, որ այսինքն ավելի ճիշտ, ես հիմա ճիշտ ասած չեմ հիշում, լավ չեմ բանանում հիշում, Հեյդար Ալիևը ընդեղ է եղել, թե մենակ Լևոն Տեր-Պետրոսյանն է եղել, մեր կողմն է եղել, բայց Ամերիկայում ընդեղ ղեկավարները Ամերիկայի Բուշն է եղել, եթե չեմ սխալվում, առաջարկել են թե Կլինտոնը, մի խոսքով լավ կարևոր չի, Ամերիկայի պրեզիդենտը ու ընդեղ ներկայացուցիչները այն կողմից առաջարկել են, որ վերադարձնի Հայաստանը այդ տարածքները գրաված, որը պատկանում է, որը Ադրբեջանի տարածքներ էր, իդեպ, մենք մեր զորքը մտել էր Ադրբեջանի տարածք, դրանք պահվում էին որպես բուֆերային գոտի, անվտանգության գոտի, բայց առաջարկ էր արվել Ադրբեջանի կողմից, որ վերադարձնեն, ոչ մի բանի դիմաց, ժողովուրդյան, Լևոն Տեր-Պետրոսյանը, ծածկանունը Քոռ Լևոն, վերադառնում է Հայաստան, իր հետ բերելով այդ առաջարկը, որին ինքը համաձայն էր, ներկայացնում է Վազգեն Սարգսյանին, Վազգեն Սարգսյանը ու մնացած նրան սատարողները ասում են նստի ու գրի դիմումդ, այսինքն սիկտի դիմում գրի, ինքնակամ թող այս պաշտոնը ու գնա նախագահի, որից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը ասում են ծախում ես Ղարաբաղը, Վազգեն Սարգսյանն է երևի ասողը եղել, ու հեռանում է, բայց որպես ոխերին Հայաստան ու հայ ժողովրդին ատող, պաշտոնամոլ, պաշտոնամեռած մի երևույթ, ոնց պաշտոնեն իրա ձեռքից վերցրել, ոնց կլներ, կազմակերպումը Մոսկվայի հետ միասին Ղարաբաղում արդեն նախագահ դարձած, բայց արդեն կեղտի մեջ մինչև կոկորդը խարված Ռոբերտո Թալյաթո Քոչարովին բերել Հայաստան, նշանակել պաշտոնի ու հետո թե այդ ժամանակ արդեն բերել խցկել էր,
ճիշտն ասած ժողովուրդ, այս պահը խառնում եմ, մի հատ նորից կնայեմ։ Մի խոսքով նպաստեց նրան, բայց իմ կարծիքով այդ ժամանակա բերել հենց, երբ որ իրան առաջարկել են, որ գնա։ Բերեց, տեղադրեց դրան ու դրա կցորդին, որ այդ ժամանակ բոմժ էր Մոսկվաներում, բերեց, համոզեց Վազգեն Սարգսյանին, որ ինքը կլուծի Ղարաբաղի հարցերը, որ Հայաստանը լեգիտիմ է, Հայաստանը ճանաչված է, Արցախը չի կարողանում չեն ընդունում ոչ մեկը Արցախին, ինքը Հայաստանի անունից կբանակցի Արցախի համար։ Ու սկսվեց բանակցային ոդիսականը, ժողովուրդ ջան։ Ինչ են բանակցել սրանք։ Ինչի մասին են բանակցել, երբ որ մի անգամ Ադրբեջանը 91 թվին ընդունել է այդ Ալմատայի ծրագիրը ու խախտել, երկրորդ անգամ 16 թվին է խախտել ու չգիտես ինչի այդ մասին ոչ մի խոսք բանակցություններում, այնինչ դա պետք է լիներ բանակցելու հիմքը, որ ոնց եք դուք առաջնորդվում Ալմա-Աթայով, երբ որ այդ երկիրը ընդունել է Ալմա-Աթան ու բազմաթիվ անգամ խախտել։ Ու չգիտես թե ինչ են բանակցել, ասում են քուվեստ, քուվեստում փաստորեն ծեծվել է, դրվել վերցվել է մեղրին տալու հարցը, որը անթույլատրելի էր։ Բղնակ այդ հարցը առաջ բերեին, որ այս մարդը խախտել է, այս երկիրը ներողություն խախտել է միջազգային օրենքը, խախտել է Ալմա-Աթան պայմանագիրը։ Այդ դնեին բանակցության հիմքում, դրել են մեղրին նվիրելու հարցը, իհարկե չէին նվիրում, վաճառում էին։ Լևոն Տեր-Պետրոսյանը, ծածկանունը Քյոր Լևոն, իրավունք չունի մի բառ ասելու, քանի դեռ այս ժողովրդին չի բացատրել, երբ որ Վազգեն Սարգսյանը իրան մեղադրել էր, որ ծախում ես Արցախը, ինքը հանրային իր խոսքում ասում է ամբյոնից, ես չեմ ծախում Արցախը, Արցախը ծախողը կծախի ու կտեսնեք, երբ կծախի, ոնց կծախի, ինչա ի նկատի ունեցել և ումա ի նկատի ունեցել։ Դեռ պիտի ինքը պատասխան տա։ Բայց ես իրոք չեմ հասկանում, թե ինչ են բանակցել։ Բանակցել են մեղրին տալը, բանակցել են փաստորեն փոխանակել Հայաստանի տարածքը, իբր թե ես դրան էլ չեմ հավատում, մեղրին տալու էին ոչ մի բանի դիմաց, ընդամենը բանակցողը, որը Թայլատ Քոչարովն էր, մեծ գումար էր դնելու սեփական գրպանը, ուրիշ ոչինչ, ժողովուրդ չհավատաք, որ ինչ-որ մի բան էր դրա փոխարեն, Ղարաբաղը տալու էին Հայաստանին կամ անկախ էին ճանաչելու, լավագույն դեպքում տրվելու էր ինքնավարություն, որը ամեն ժամանակ կարող է ջնջել։
ու ինչի դիմաց Հայաստանի դարպասները, դռները կողպելու, փակելու ու Հայաստանը շրջափակման մեջ վերցնելու դիմաց, որը հենց Մեղրին տալներ։ Ժողովուրդ ջան, այդ թե ինչա բանակցվել։ Նրանից հետո ինչ են բանակցել, էլի անհայտ է։ Մինչև Հեյդար Ալիևի մահը 24 անգամ Հեյդար Ալիևը և այս Քոչարով թայլաթը հանդիպել են տետադե, առանձին, թաքուն, ինչ են պայմանավորվել, ինչա խոսվել, ոչ ոք չգիտի։ Երբ որ Ամերիկայից, երբ որ Մեղրին փոխանակում էր արդեն պետությունների մակարդակով Ամերիկայում գնացել այդ խոսակցությունը, Ամերիկայից եկած մարդը Պաշտոնյան Հայաստանում հասկացել է, որ Հայաստանի կառավարությունը այդ ժամանակ վարչապետը Վազգեն Սարգսյանն էր ու ազգային ժողովի նախագահան Կարեն Դեմիրճյանը տեղյակ չեն, չգիտեն այդ մասին։ Այդ բանակցությունը գնում է նրանց թիկունքում։ Իսկ նրանից հետո, այս մարդկանց սպանելուց հետո Քոչարովի ճանապարհը բացվեց, հնարավորությունները ճոխացան ու արդեն թե ինչ էր անում, ինչ էր ընդհանրապես, երբ որ երկու մարդ պետության ղեկավար հանդիպում են դեմ առ դեմ, առանձին, առանց վկաների, ուրեմն տեղ գումարային կամ տարածքային հարց է քննարկվում, ժողովուրդ ջան, կամ երկուսը միասին։ Առուծախը միշտ է տենց եղել, միշտ, այլապես թաքուն չեն հանդիպի, առանձին չեն հանդիպի։ 24 անգամ ինչի մասին էին խոսում, ինչ էին խոսում, պարզապես այս Քոչարովը լավ ճանաչելով Հեյդար Ալիևին աջ ձուն է եղել, չէ կամ ձախ, չգիտեմ։ Շատ լավ հասկացել է, որ Ալիևին դրանով դնում է փակողու մեջ, որպեսզի նա իրան գումար առաջարկի։ Ու տենց էլ եղել է, ժողովուրդ ջան, երկնքից չընկավ է փողը դրա գլխին, մեծ գումարները, որ ինքը դրեց շրջանառության մեջ, պահեց, դրեց, չգիտեմ, ճոխացավ, աղբացավ, հաբրգեց, ինչ ասես արեց դրանից հետո։ Բայց ոնց որ ասում են, հիմա էլի պետք է ժողովրդի լեզվով ասեմ, թավանի տակ էր, պարտքի տակ էր, պիտի տար Արցախը, կամ Մեղրին կամ Արցախը, հասկացավ, որ Մեղրին տալը իր ուժերից վեր է, ուրեմն պիտի տար Արցախը, Արցախը պիտի վերջնականապես դառնար Ղարաբաղ ու արեց։ Հիմա հասկացաք, արցախցիներ, ով տվեց Արցախը, ով ծախեց ու ոնց ծախեց։ Իսկ որ հետագայում պատերազմից հետո մեր վարչապետը ծանոթացավ այդ ամբողջ բանակցային ընթացքին, հասկացավ այս ամենը, որոշում ընդունեց, որ Պրագայում պիտի ճանաչի։ Էն ինչ որ Իրանից առաջ 91 թվին Ալմա Աթայում արդեն ճանաչել էր, Լևոն Տեր-Պետրոսյանը ստորագրել էր ու դրվել էր դրա հիմքը այդ ձևով։ Հետո ինչ է եկել ինքը արել Հայաստանում, ինչ մուծիտներ, չգիտեմ ինչ որ ավանտյուրաներ արել քաղաքական, դա ոչ մեկի
չէր հետաքրքրում, հիմքը դրված էր ալմա աթան։ Դրա համար էլ այս ամեն ինչը հասկանալով մեր վարչապետը Հայաստանը, սա այն ժամանակ Քոչարովը հասկանալով, թե ինչ է անում, Արցախը հանեց բանակցություններից, Հայաստանը դրեց, որպես այդ ամբողջ պատասխանատվությունը ընկնի Հայաստանի վրա։ Ու իսկ Նիկոլ Փաշինյանը հակառակը արեց, այսինքն այդ պատասխանատվությունը մի կողմ հրեց Հայաստանի վրայից, որպեսի մենք կարողանանք դիմադրել, որպեսի մեզ օգնեն, որպեսի միջազգային դիտորդներ գան Հայաստան, որովհետև Ադրբեջանը արդեն մտնում էր Հայաստանի տարածք, իսկ մեր դաշնակից, մեր բարեկամ, ոխերիմ թշնամի Ռուսաստանը ասում էր, ես ձեր սահմանների տեղը չգիտեմ։ Հասկացաք, ժողովուրդ ջան, հասկացաք արցախցիներ, Հայաստանը ուրիշ ելք չուներ, որովհետև այն, ինչ որ պիտի օգտագործվեր Ադրբեջանի դեմ ու խեղճացնեին ու թելադրեին մեր առաջին Արցախյանը հաղթելուց հետո չի արվել։ Դրա համար էլ եկանք հասանք այդ վերջաբանին, ժողովուրդ ջան, Նիկոլ Փաշինյանը ուրիշ ելք չուներ, և թող իզուր հեքիաթ չպատմեն, թե դա դարձավ ոչ այն արտահայտությունը դարձավ պատերազմի պատճառ, որ ասել էր Արցախը Հայաստան է և վերջ։ Նիկոլ Փաշինյանին ասում են պոպուլիստական, ոչ, դա հենց իր համոզմունքն ա եղել, որովհետև շատ բան չգիտեր, չէր հասցրել իմանար։ Ասում են դա բերեց պատերազմ։ Այդքան տարի Ալիևը պատրաստվել էր, զենքեր գնել, բանակը հասցրել էր համարյա նատոյական բանակի աստիճանի վարժանքներով ամեն ինչով, ուրեմն չէր հարձակվելու, սպասում էր, որ եթե այտենց արտահայտությունների համար պատերազմ լինի, հիմա աշխարհում ոչ միտեղ խաղաղություն չկար, ժողովուրդ ջան, ոչ միտեղ խաղաղություն չէր լինի, դրա համար պատերազմ չի լինում։ Թող իզուր տեղը այդ դուք եք, որ ականջներով ծափ եք տալիս, այս ժողովրդին էշի տեղ մի դրեք։ Նիկոլ Փաշինյանը հասկացավ այդ ամեն ինչը, դրա համար էլ Հայաստանը փրկելու համար, մեր պետականությունը փրկելու համար Հայաստանին հանեց այդ ճահճից, այդ ցեխից, այդ չգիտեմ ինչ էին սարքել Հայաստանի համար, փակուղուց, մնացած արդեն արցախցիներ, դուք ինքներդ արեք։ Ես ձեզ հենց նոր հիմք տվեցի պայքարելու միջազգային հարթակներում, պայքարելու ձեր հասարակական կազմակերպությունների, դուք կառավարություն չունեք, այդ մոռացեք, այդ որ վտարանդի կառավարություն, դես, դեն, այդ հեչ, այդ չկա, էդի խաբեությունը։ Ու տեսեք, ժողովուրդ ջան, հաղթանակից հետո, մինչև հաղթանակը, այսինքն, ալմա աթայում ճանաչում են
88,000 քառակուսի կիլոմետրը գալիս են Ադրբեջանի Հայաստան քաղաքական մուծիկներ են անում, չգիտեմ ինչ որ ավանտյուրաներ են անում, որի հիման վրա Արցախում ստեղծում են Արցախի հանրապետություն։ Ու հավատացնում են բոլորին, որ իրոք դա հանրապետություն է։ Հանրապետություն, որը լուծարվեց մի քանի մարդու կողմից մի քանի ժամ։ Տեսել եք տենց բան պատմության մեջ, հա, ես չեմ իմացել, տենց բան, որ հանրապետությունը, որը իրոք գոյություն ունի, մի քանի ժամում, մի քանի մարդու միջոցով լուծարվի։ Այն ժամանակ, երբ որ այդտեղ հասկացող մարդիկ ասում են եկեք պայքարենք, կամ Փաշինյանը ձեզ որ ասեց, մի դուրս եկեք, մնացեք պայքարեք, մնացեք ձեր հողի վրա, կամ ինչ-որ մի բան տեսնենք ինչ ա լինում, չէ, հրաման ունեիք, պետք է գայիք որպես ցույցի մատերիալ, որ Հայաստանում իշխանափոխություն անեիք։ Հիմա ինչ եք ուզում։ Պայքարը գնում հիմա, փաստորեն, Հայաստանի պետականության դեմ, Հայաստանի պետության դեմ, պայքարը գնում Հայաստանը ոչնչացնելու, վերջնականապես փոշիացնելու, բնաջնջելու համար։ Եկել եք դրա համար, այդ սուտ հայրենասերները դրոշ վառող, Արցախ երկող, եկել են դրա համար, այն կեղծ հոգևորականը, որ մենակ գլխին պոզերն ա պակաս, Կտրիչ Ներսիսյանը, տականքը, հանցագործը, պոզերն ա պակաս, որ Սադայելը ներկա գտնվի Հայաստանում, եկեղեցում, ամեն ինչ համընկնում է, նրա ասածով, նրա կազմակերպածով, ձեր կազմակերպածով, Դաշնակ շների կազմակերպածով, Ռուսաստանից ֆաս հրամանով Հայաստան ցփնված, ցնգնված ազգուտակերով, ուզում եք ոչնչացնել Հայաստանը, փոշիացնել այս ամեն ինչը, ինչի որ մենք հասել ենք զոհերի գնով, մենք պետականությունն մեր հաստատել ենք զոհերի գնով, ուզում եք, որ ջրի հետ խառնեն գնան, այդ արյունը, հա, չի ստացվելու, չի լինելու, եթե դուք Արցախ փրկող լինեիք, էլի եմ ասում, Արցախ սիրող լինեիք, Արցախ ճանաչող լինեիք, դուք նորմալ կբանակցեիք, ոչ թե չգիտեմ ինչով եք զբաղվել, խունջիկ-մունջիկներ կանեիք, կգայիք, դա բանակցություն չի եղել, եղել է խունջիկ-մունջիկ, Ռուսաստանի առաջ, միջազգային հանրության առաջ, Արցախի առաջ, խունջիկ-մունջիկ, Ադրբեջանի առաջ ներողություն, նորմալ, տղամարդավարի, ոչ մեկը չի բանակցել, մենակ էլի Փաշինյանը կանգնեց իրա խոսքը ասեց երկու անգամ, մի անգամ, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, որը ոչ մեկը չէիք ասել, երկրորդ անգամ, որ մենք ձեզ ենք թողնում, ամեն ինչ Հայաստանը դուրս է գալիս, ձեզ իրա տեղը տալիս, բանակցեք, ինչ ուզում եք արեք, որովհետև դուք բերել հասցրել եք այն կետի, որ մենք այլևս ոչ մի բան չունենք անելու, անհնար է, որովհետև էլի եմ ասում, տեղ թողեցին
որ Ալիևը ամբողջ աշխարհին համոզի, որ Հայաստանը օկուպանտ է։ Այնինչ Ալմա-Աթայի պայմանագիրը Հայաստանը չէր խախտել, իրանք էին խախտել։ Այդ կետը, որ չի կարելի ռազմական ճանապարհով լուծել հարցերը, իրանք էին ոտատակ տվել։ Իսկ ոչ Հայաստանը, ոչ էլ Ղարաբաղի ժողովուրդը չէին խախտել, որովհետև նրանք ունեն հենց Ալմա-Աթայով ունեն պայքարի, ինքնորոշման իրավունք։ Այսա պիտի ամբողջ աշխարհով մեկ թմկահարվեր, ոչ թե ում խելքին ինչ փչեր գնային անեին։ Մեկը լավը մարդ ձևանար, մյուսը ծախեր, այն մյուսը առներ, այն մյուսը չգիտեմ ինչ աներ, այն մյուսը վերացներ պատերազմի, թողեր փախներ։ Հիմա էլ ասում է, սխալ եմ թույլ տվել, որ իմ թեկնածությունը դրել եմ։ Դու ամբողջ կյանքդ ես սխալ եղել։ Սխալ ծնվել ես դու։ Քո ծնունդն է սխալ եղել, նարկոման, Սերժիկ։ Ժողովուրդ ջան, համոզված չեմ իհարկե, որ ամեն ինչ ասեցի։ Բաներ կա, որ կարող է եւ բաց թողեցի, բայց ոչինչ։ Facebook-ում կլարացնեմ։ Ես հիմա մի քիչ կենտրոնանամ նորից, հետո կնայեմ, կհասկանամ ինչ եմ բաց թողել ու կխոսեմ այդ մասին Facebook-ում։ Ժողովուրդ ջան, ինչքան էլ ուզում եմ առանց էմոցիաների չի ստացվում, որովհետև անարդար է, ժողովուրդ ջան, անարդար է։ Այն ինչ որ իրանք արել են, հիմա բարդում են, ուզում են բարդել մեկ ուրիշի վրա ու միաժամանակ նաև փակեն ժողովրդի աչքերը, արցախցիների աչքերը ու պատմեն իրանց հեքիաթները, որոնք իհարկե բարի չեն, լավ չեն վերջանում, ժողովուրդ ջան, լավ չեն վերջանում։ Թույլ մի տվեք, որ ձեզ նորից խաբեն, ձեզ հեքիաթ պատմեն, հաստատ դրանց պատմած հեքիաթի վերջում կամ 3 խնձորը չի ընկնում, կամ ընկնում է փտած նեխած խնձորներ։ Ժողովուրդ ջան, այսօր այսքանը, պայքարեք մեր պետության խաղաղության համար։ Երեկ լսեցի Գյորգի Թոմասյանին, շատ լավ անձնավորություն է, շատ խելացի տղա է ու ճիշտ կետի վրա է ինքը կառուցում իր վերլուծությունը, որ մենք պիտի վերականգնենք մեր ազգային գենը, մեր ազգային բնավորությունը, որը սենցը չի եղել 30 տարի մեզ, դրանից առաջ 70 տարի Սովետ միությունը, դրանից հետո այս կներեք ժողովուրդ ջան, չատլախները դեգրադացրել են մեր ազգային գենը։ Մենք պիտի ամեն կերպ պայքարենք դրա համար, որ վերականգնենք։ Ոչ թե տարածքները, որ սրանք են քարոզում, ոչ, մարդուն, մեր համար առաջնահերթը պիտի լինի մարդը, հայ մարդը, իրա գենետիկայով, իրա արժեքներով, իրա բնավորությամբ, իրա խառնվածքով, որը սենցը չի եղել, ժողովուրդ ջան, պատմությունը շատ պատմության մեջ շատ բաներ են եղել, բայց եթե այդ մեր գենը, այդ մեր
մաքրությունը չլիներ, մեր այդ ուժը չլիներ, մենք հիմա մյուս ազգերի նման չկայինք, վերացել էինք ուղղակի, բայց մենք կանք հենց այդ գենի շնորհիվ ու դա պետք է անպայման մեր ազգային կոդը վերականգնել, ժողովուրդ, վերականգնել։ Ուրեմն առաջինը խաղաղություն, տնտեսական զարգացում ու աշխատանք մեր հայ տեսակի, հայ մնալու վրա, ոչ թե տարածքների դրոշ վառելով, չգիտեմ ինչով, չէ ժողովուրդ ջան, մեր գենետիկ կոդը հետ բերելու ու պահպանելու համար, դա է լինելու մերը։ Հա, մի բան էլ ասեմ ու դրանով վերջացնում, գիտեք ինչ երազանք ունեմ, երազում եմ, որ մենք ամբողջ հայերով դրսի ներսի ամեն մեկս մի փոքր գումար տնենք, գումար ստեղծենք առաջանա, այս թողու բողը անցնելուց հետո երազում եմ, որ նկարահանեն Վարդանանք ֆիլմը, ու գիտեք ում եմ պատկերացնում, Վարդան Մամիկոնյանի դերում, Գնել Սարգսյանի, ուրիշ ոչ մեկի, ու վստահ եմ, որ այդ ֆիլմը Օսկար կշահի, ժողովուրդ ջան, ուզում եմ ապրել այնքան, որ այս իմ մի քանի երազանքը իրականանա, Աստծուց, տիեզերքից, այդ եմ խնդրում, մի քանի նպատակ ունեմ, մի քանի երազանք ունեմ, այնքան պահի կյանք տա ինձ, որ տեսնեմ դրանք, հասնեմ դրան, չեմ ուզում սենց անորոշության մեջ գնալ, այսքան ժողովուրդ ջան, գիտեմ, որ շատերը իմ նման մտածում, ժողովուրդ ջան, պատ ենք կազմում միասին, առաջինը պահում ենք խաղաղությունը, մեր պետականությունը, մենք կարող ենք, լավ ես էլ ասեմ ու վերջացնում, մի հատ պստիկ ունենք, շատ խորամանկ է, շատ խելացի է, խորամանկը որն է, խելացի է ուղղակի, 4 տարեկան է, երբ որ ասենք տեղ էինք տանում, անուն էլ Բեկա, շատ ժամանակ ես ինքս, որ ասենք Շվեդիայում են ապրում, տեղ էի տանում, որ հոգնում էր, նստում էր գետնին, ասում էր գրկի, ասում էի ախր Բեկ չեմ կարող, ծանր ես, չնայած այդքան ծանր էլ չի, բայց ասում էի չեմ կարող կես գրկեմ, ասում էր, դու մեծ ես, դու ուժեղ ես, գրկի, հիմա ես Բեկի նման ձեզ եմ ասում, դուք մեծ եք, դուք ուժեղ եք, դուք լավն եք, դուք կարող եք, ուրեմն առաջ, ժողովուրդ ջան, առաջ, այսքանը կհանդիպենք, բարին ընդ ձեզ, իմ սիրելի հայ ժողովուրդ։